Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Խնդրում ենք մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում ենք նրանց ընդամենը, եթե դժվար չէ, սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ մեր աշխատանքը դարձնել ավելի հետաքրքիր եւ ավելի բովանդակալից։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր հյուրն է, այսօր մեր զրուցակիցն է Իրանագետ Գարիկ Միսակյանը։ Պարոն Միսակյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալություն հավերի համար, մեծ սիրով։ Պարոն Միսակյան, իհարկե տագնապալի օրեր են կապված մեր տարածաշրջանի հետ, մեր կարելի է ասել, վստահաբար եմ ասում, եղբայրակից, դրկից երկրի Իրանի հետ կապված։ Եվ դուք որպես իրանագետ այսօր կարծում եմ ասելիք ունեք այս առումով, որովհետև շատերն են կանխատեսում, որ եթե Աստված մի առասցե Իրանի հետ ինչ-որ մի վատ բան կատարվի, Պարիս լայն իմաստով Հայաստանի գործերը եւ առհասարակ տարածաշրջանի գործերը շատ ավելի կբարթանան եւ տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը կարող է իսպառ փոխվել 180 աստիճանով փոխվել եւ մասնավորապես ի վնաս Հայաստանի փոխ։ Ինչից սկսեց այս ամեն ինչը, ինչի այս ամենը, այսպես ասած, մի գիշերում կարծես թե վերաճեց ռազմական բախման, որովհետեւ կարծես թե բանակցային գործընթաց կար եւ կարծես թե աշխարհի մեծերը, աշխարհի հզորները ուղղորդում էին այդ բանակցային գործընթացը եւ մասնավորապես շատերի համար անակնկալ էր, որ Իրանը ինքը չէր հրաժարվել բանակցային այս գործընթացից, գտնվում էր բանակցային գործընթացի մեջ, ճիշտ է ամեն ինչի, որ այդ բանակցային գործընթացում հարթեր ընթանում, բայց դե այդպիսին է կյանքը, այդպիսին են աշխարհքաղաքական շահերը, պետությունների շահերը եւ հանկարծ մի գիշերում Իսրայելի արյունարբու բառիզբուն իմաստով վարչապետ Նեթանյահուն որոշեց իր ամբողջ զինական արսենալով հարձակվել Իրանի վրա։ Ինչ եք կարծում։ Շնորհակալություն։ Իրականում եթե բաց թողնենք մի քանի տասնամյակ տևած այս պետությունների հակամարտության պատմությունը, իրանական կողմը գտնվելով բանակցային գործընթացում եւ կարծես թե որոշակիորեն նաեւ Միացյալ Նահանգների հետ այդ գործընթացը շարունակելու եւ չհրաժարվելու պարագայում նաեւ սեփական դիրքորոշման վրա էր պնդում եւ հարձակմանը նաեւ նախորդեց մի քանի օր առաջ հոգեոր առաջնորդի հայտարարությունը Իրանի, որ Միացյալ Նահանգները փորձում է Իրանին ստիպել ընդհանրապես հրաժարվել միջուկային ծրագրից եւ խաղաղ եւ ոչ խաղաղ Միացյալ Նահանգների բնորոշմամբ եւ նաեւ վրթիրային ծրագրի որոշակի սահմանափակումների գնալ, ինչին Իրանը չի համաձայնվել, բայց իրանական կողմը գնում էր այդ նիստին, որը կայանալու էր եւ նաեւ բանակցային գործընթացներ շարունակում, ինչը կարծես թե Նեթանյահուն ցախողեց գրեթե ամբողջությամբ, իսկ եթե նայենք նպատակներին Նեթանյահուի արձակման, ապա ընտրեց մի ժամանակահատված, որպեսզի բացառի Միացյալ Նահանգների եւ Իրանի որևէ համաձայնագրի գալը կամ կոնե մոտենալ այդ համաձայնագրին եւ դա պատճառաբանելով Իրան այն փաստով, որ իրանական կողմը մի քանի օրերի կամ ամիսների ընթացքում ստեղծելու է միջուկային զենք, ինչը մենք բազմիցս տեսել ենք Նեթանյահուի կողմից սկսած 2012 թվականին միջազգային ասպարեզում եւ տարբեր հայտարարություններով միշտ նշվում է, որ Իրանը մի քանի ամսից ունենալու է կամ ստեղծելու եւ այլն։ Այն պարագայում, երբ իրանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ չի գնալու միջուկային զենք ստեղծելու ծրագրին կամ այդ բանակ գործընթացը միջուկային ծրագիրը Իրանի չի տանում դրան։ Բայց Նեթանյահուի հարձակմամբ կարծես թե այս բանակցային գործընթացը կասեցվեց ամենայն դեպս մինչև այսօր, չնայած որ խոսվում է, որ վաղը իրանական կողմը կարծես թե Եվրոպայում հանդիպելու է մի քանի արտգործնախարարների հետ կան որոշակի տեղեկություններ, որ Իրան Միացյալ Նահանգները անմիջական որևէ շփումներ կան համաձայնագրի վերաբերյալ կամ կոնե բանակցային գործընթաց վերադառնալու, բայց իրանական կողմն էլ չի գնում լիակատար կապիտուլյացիայի, ինչի մասին խոսում է Թրամփը, այսինքն չեն հրաժարվում իրենց ծրագրերից եւ արդյուրաշինական եւ նաեւ միջուկային ծրագրերից, ինչը նաեւ պատճառներից էր կարծես թե Նեթանյահուի, երբ որ մշտական հայտարարությունների պարագայում, նաեւ Գազայի պատերազմի շարունակականության պարագայում ներքին խնդիրների պարագայում, երբ որ Նեթանյահուն ցանկացած պարագայում Իսրայելում ներքին խնդիրներ է ունենում, դիմում է նաև պատերազմական գործողությունների եւ սա այդ փուլերից մեկն էր այս երկու պետությունների երկարատև հակամարտության։ Ամեն դեպքում որևէ փաստարկ թե Ամերիկան, թե Իսրայելը չունեն, որ Իրանի այս միջուկային ծրագրի այս զարգացումը
պիտի բերեր միջուկային զենքի ստեղծման։ Եվ այնտեղ մագատեի մասնագետներն էին աշխատում, ինչքան որ ես եմ նայել, ուսումնասիրել, եւ ընդհանրապես իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից ելնելով, եւ նաեւ հակառակ կողմի, ընդհանրապես հակառակ կողմի որոշակի այսպես կասկածելի պնդումներն էին, որ Իրանը այսպես, Իրանը այնպես, Իրանը վտանգ է եւ այլն, իհարկե դրան նաեւ հակադարձում էր իրանական կողմը, ասելով, որ Իսրայելը չարիք է, Իսրայելը պիտի վերջիվերջո վերանա, որովհետև այդ դա հակամարտության բնորոշ բառապաշար է եւ դրանից չպիտի զարմանալ, բայց ամեն դեպքում չեք համարում, որ հանցավոր կողմը այստեղ Իսրայելն է, որովհետեւ ինքն է առաջինը սանձազերծել այս պատերազմը, ինչպես նաեւ դրանից առաջ սանձազերծեց Գազայի այդ ոչռագործությունը, ըստ էության ցեղասպանությունը արաբ ժողովրդի նկատմամբ։ Իրականում փաստերը եւ ձեր նշած հայտարարությունները, որ իրանական կողմը հայտարարել եւ չկա որևէ հստակ փաստ, որ Իրանը ստեղծելու է զենք, երբեք էլ հետաքրքիր չի եղել, կարծես թե մեծ տերություններն է թվում նաև Իսրայելին, որը գրեթե բոլոր պատերազմները, որոնք սկսում է, այդքան էլ սկզբունքայինորեն չի իրականացնում, եւ Հեզբոլլահի ռմբակոծությունները, եւ նաև Իրանի վրա հարձակումները։ Մենք տեսել ենք նաև Իրաքի վրա հարձակում Միացյալ Նահանգների կողմից, երբ որ չհայտնաբերվեց կարծես թե այն զենքը, որի հետևից գնում էր Միացյալ Նահանգները։ Այսինքն այս փուլում դա հիմնական է պատրվակներից մեկն է։ Կներեք, ինչպես Լիբիայում, ինչպես Իրաքում, չէ՞։ Տեղերում եւ նաեւ այս աշխարհակաղակական խաղում սա նաեւ Իսրայելի կողմից պատրվակներից մեկն էր, նաեւ արտարացնելու ճակերտավոր իր արձակումը Իրանի վրա եւ նաեւ այն մեթոդները, որով իրականացվեցին այդ արձակումը, այսինքն իսրայելական կողմը եթե բաց թողնենք զինվորականության սպանելու փաստը, նաեւ արձակում կատարեց գիտնականների վրա եւ գիտնականների մի մասի վրա արձակում կատարեց սեփական տանը արդեն քաղաքացիական բնակելի շենքերին արվածներով եղավ արվածներ Իրանի դասախոսների բնակավայրին շենքերին, այսինքն երբ որ խոսում ենք քաղաքացիական օբյեկտների վրա արձակումներից, դա սկսեց Իսրայել եւ նաեւ միջազգային հանրությունը բավականին երկակի արձագանքներ տեսանք, երբ որ արձակում կար Իրանի վրա, այդքան էլ արձագանք չկար, բայց Իսրայելի վրա Իրանի պատասխան հարվածից հետո հնչեցին դատապարտող հայտարարություններ։ Նույն Մագատեի հայտարարությունը կարծես թե 3 թե առաջին օրը հայտարարեցին, որ իրանական կողմը չէր գնում միջուկային զենքի ստեղծման կամ նմանատիպ հայտարարություններ, ինչի նաև իրանական կողմը արձագանքեց, թե եթե նմանատիպ եզրակացություններ ասել Մագատեն, եթե չեմ սխալվում Լարիջանին այսօր խոսել է այդ մասին, ինչու են տվել սխալ զեկույց կամ դատապարտող զեկույց, ինչը եղավ Իրանի նկատմամբ, այսինքն հստակ նաև աշխարհակաղակական շահ հետապնդող ծրագիր է եւ Իրանի վարչակարգի փոփոխությունն է փորձում հասնել Իսրայելը, դատելով Նաթանյահուի գրեթե բոլոր հայտարարություններից, 2 անգամ եղավ ուղերձ Իրանի ժողովրդին։ Այսօր եւս խոսել է, որ Իրանում ժողովուրդը պիտի ինչ-որ իշխանապողության ծրագրի կնական տապալի վարչակարգը, որը գոյություն ունի, այսինքն իսրայելական կողմը բավական հեռակնա նպատակները հետապնդում եւ կարծես թե այդ նպատակները Միացյալ Նահանգների ընդհանուր նպատակների հետ համահունչ են։ Ամենայն դեպս կարծես թե այս պատերազմը նաեւ սկսման փուլից եղել է Միացյալ Նահանգների կողմից կամ գոնե լուր համաձայնությամբ կամ ոչ լուր համաձայնությամբ սկսված պատերազմ, որտեղ Իսրայելը մահակի դերակատարություն է իրականացնում, որովհետեւ ունի Միացյալ Նահանգների, եթե ոչ բացահայտ, բայց նաև հետախուզական, տեղեկատվական, նաև հոբ համակարգերի միջոցով Միացյալ Նահանգները օգնում, այսինքն գրեթե անվերապահ աջակցություն ունի Իսրայելը։ Եթե խոսում ենք Իրան-Իսրայել այս պատերազմի մասին, ապա պետք է նաև նկատի ունենանք, որ ներգրաված են այդ պետությունները եւ բավականին լուրջ։ Նույնիսկ Իսրայելի պաշտպանության գործում, այսինքն եթե այդ իրանական արտիրների մեծ մասը տեղ չի ասնում, դա բնավ միայն իսրայելական հոբի շնորհիվ չի։ Միացյալ Նահանգներն են որսում, բրիտանական նավերն են միջերկրական ծովում պաշտպան, Ֆրանսիան է մասնակցում այդ պաշտոնապես հայտարարված արտիրների որսալու գործընթացում։ Նաև այն մեծ ցանցը, որ Իսրայելը գործել է Իրանի, ստեղծել է Իրանի ներսում, այսինքն Իրանի համար խնդիրը ոչ այնքան օդից արված հարվածներն էին եւ այն Ադրբեջանից կներեք կան, այդ հաստատվեց ըստ ձեզ վերջնակարապես, որ ադրբեջանական կողմից էլ են եղել հարվածներ։ Պաշտոնապես ոչ մի հաստատում չկա դրա վերաբերյալ, նաև չկա հաստատում այն ցանցի վերաբերյալ, որը ստեղծվել է, որովհետև խոսվում են սոցցանցերում բազմաթիվ են խոսակցություններ, որ դրանք եղել են որոշակի անջատողականներ եւ մեծականակ ցանց է ստեղծել Մոսադը, եղել են խմբավորումներ կամ անձինք, որոնք ֆինանսավորել են Ադրբեջանի կողմից կամ Ադրբեջանի տարածքից, այսինքն ներսում կան նմանատիպ խոսակցություններ, բայց Իրանի կողմից ներողություն, Ադրբեջանի կողմից դեռևս հարվածներ հասցնելու փաստեր պաշտոնապես չեն հաստատվել, բայց հավատանք միայն պաշտոնականին, թե դեռևս պիտի հավատանք պաշտոնականներին, այսինքն եթե արվի հստակ հայտարարություններ, պիտի արվի հստակ իրանական պաշտոնական
աղբյուրների իման վրա, բայց սոցցանցային տիրույթում եթե նայենք նաև փորձագիտական տիրույթում եւ մի քանի տելեգրամյան ալիքներ իրանական լրատվամիջոցներ ապա Իրանի հյուսիսից կան խոսակցություններ որ ներթափանցում են անցներ, բայց որևէ հաստատված փաստ այս առումով կամ ամենայն դեպս Իրանի կողմից հայտարարված պաշտոնական հայտարարություն այս մասին դեռևս չկա։ Պարոն Միսակյան, ամեն դեպքում նաև ուզում ենք մի երկու խոսքով միջանկյալ խոսեք, ձեր տեսակետն արտահայտեք, խոսեցիք Իրանի հյուսիսում արկա ադրբեջանական գործոնի մասին։ Այդ գործոնը որպես լուրջ ուժ Իրանը ներսից պայթեցնելու ռեալ է թե ինչ որ միտեղ այդ խոսակցությունները ուռճացված են հաշվի առնելով կրոնապետական թեոկրատական օրենքները Իրանի այսօրվա դրությամբ բավականին կարծր համակարգը, ուժեղ համակարգը այսօրվա Իրանի կարող են մոտավորապես ասեք ինչքան ադրբեջանցի է պաշտոնապես եւ ոչ իրանցի այսպես էթնիկ ոչ իրանցի է ապրում, որոնք պոտենցիալ վտանգ կարող են սպառնալ իրանական պետությունը ներսից պայթեցնելու համար։ Նայեք մի քանի խնդիր կա Իրանը ոչ բնավ ամբողջությամբ կրոնական պետություն եւ բավականին կուռ համակարգ է ստեղծված, որը ներսից քանդելը բավականին դժվար է, մի քանի ռազմական կառույցներով անվտանգային եւ այլն։ Համակարգի յուրօրինակությունը, կրոնական շնորհքի գլխավորությամբ, կրոնական նաեւ սկզբունքների վրա, բայց նաեւ պետական լուրջ ավանդույթ ունեցող պետությունը, եթե փոքր նաեւ ոչ խորը մասնագիտական օրինակներ բերենք, նույն հեղափոխության պահապանների կորպուսը իր բնույթով վերադառնում է Իրանի հին շարժական գվարդիային եւ այլն։ Իսկ այս պետության հարատեվության նաեւ այդ պետական մեծ ավանդույթները պահպանվել են նաեւ իսլամական հանրապետության օրոք եթե վերադառնանք էթնիկ գործոնին, նախ Իրանում չկա ոչ իրանցի էթնիկ որևէ տար։ Բոլոր մարդիկ, որոնք ապրում են Իրանում եւ լինեն դրանք բուն պարսիկները, բելուժները, քրդերը, գիլանցիները, թալիշները շատ են։ Բոլորը համարվում են էթնիկ իրանցիներ, այսինքն այդ բոլոր ազգությունները մեկտեղված են մեկ պետության սահմանում, որը կոչվում է Իրան։ Նաև Իրանի հյուսիսային մեծ սահմանակից հատվածներում չկան ընդհանրապես ադրբեջանցիներ կամ նմանատիպ եզրույթներ կամ էթնիկ ադրբեջանցիներ, որոնք ասոցացվում են Ադրբեջանի Հանրապետության հետ։ Կան թուրքախոս ատրպատականցիներ կամ ազերիներ կամ ազարիախոսներ, որոնք Իրանի բնիկ ժողովուրդներից մեկն են։ Եվ նաև հիմնական բնիկ ժողովուրդներից, որոնք ժամանակի ընթացքում լեզվական փոփոխություններ են կրել։ Թուրքացվել են երևի թուրքական արշավանքների ժամանակ, հա, թուրքացված իրանական ցեղեր են եղել, հա, ինչքան ես եմ ուսումնասիրել, որոնք փոխվել է լեզուն։ Չինգիզ խանի արշավանքների հետևանքով թուրքական եւ այլն, այդ ժամանակի ընթացքում նաեւ այն փուլում, երբ որ Իրանում փոխվել է պետությունը Սեֆյանների շրջանում, դրանից հետո երբ որ ազարիախոս այդ բարբարները եկել են իշխանության, փոխվել է, բայց սա չի նշանակում, որ էթնիկ առումով որևէ կապ ունեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Այսինքն խոսել, որ Իրանում իրանցիներ չկան, դա բավականին սխալ է, որովհետև Իրան պետությունը հենց ինքը նաև անվանափոխություն այս պետության, որը եղավ Ռեզա շահի ժամանակ 20-րդ դարում, կապված էր նրա հետ, որպեսզի պարսիկ տերմինը վերցվի պետության անվանումից եւ բոլոր իրանցիները մեկտեղան մեկ պետության մեջ։ Այստեղ անջատողականության վտանգը մի քանի գործոն կա Իրանում, մեկը քրդական անջատողականությունը, բելուջական անջատողականությունը, արաբական անջատողականությունը եւ նաեւ այս շատ կան։ Քիչ չեն, հստակ թիվը չեմ հիշի, բայց այդքան էլ մեծ թիվ չեն ներկայացնում։ Բայց նաեւ կան այսպես կոչված այդ հարավային Ադրբեջանի մասին, երբ որ խոսում են Բաքվում եւ այլն, որոշակի պանթուրքիստական խմբավորումներ, ոչ թե էթնիկ ադրբեջանցիներ, այլ պանթուրքիստական։ Ինչ թվականակի հասնող ազգաբնակչության, որոնք եւ տեսնում եք այսօր անջատողականության թվի վերաբերյալ բավականին դժվար է խոսել, այսինքն դրանք այնքան շատ չեն, որքան ներկայացում է, հատկապես ազարիախոս կամ ադրբեջանական բնակչության շրջանակներում։ Պետք է նաև հաշվի առնենք, որ Իրանի գրեթե ռազմական ղեկավարության մեծ մասը, նույն ինքը հոգեոր առաջնորդը, ցանկում է ադրբեջանի հատվածը եւ նաև թուրքախոսը։ Իրանի ազգայնականության հիմնական ղեկավարները այս փուլում գրեթե բոլորը Թավրիզի շրջանակներից եւ այլն։ Եվ նույն պանթուրքիզմի դեմ ամենամեծ պայքարող ուժերը հենց իրենք թուրքախոսներ են։ Իսկն սա դրսից ուռճացված խնդիր է։ Անջատողականության խնդիրը այս փուլում ամենայն դեպս Իրանում։ Փեզեշքյանը, չէ՞, նույնպես։ Նույն Փեզեշքյանը, որը ունի եւ քրդական արմատներ եւ թուրքական արմատներ, այսպես կոչված ազարիական, հա, երևի երկու ծնողների կողմից քրդական արմատներ ունի, մոր կողմից ադրբեջանի ազերի, հա, ազերիների, ադրբեջանի ազերի։ Եվ նաեւ տերմինոլոգիան բնորոշենք։ Իրականում պարադոքսալ, նաեւ կարծես թե ոչ սпасելի Նաթանյահուի կողմից Իրանում բավականին մեծ համախմբում տեղի ունեցավ։ Իսկ այս պետության ավանդույթը եւ մշակութային եւ
պետականության ավանդույթը ժողովրդի մեջ արմատավորված, այսինքն ինչքան էլ որ դժգոհ լինեն պետական կառավարման համակարգից, իսկ Իրանում դժգոհ հասարակության թիվը այդքան էլ փոքր չի։ Հիջաբի վերաբերյալ դժգոհությունները, անազատությունները կամ ընդհանրապես դժգոհությունները Իրանում բավականին շատ կային, բայց պատերազմական պայմաններում գրեթե բոլորը միայուսվել են կամ համախմբվել են, կարելի ասել, եւ համախմբվել են արտաքին վտանգի վերաբերյալ, որովհետեւ իրանական հասարակության մեջ ավանդապես նաեւ պատմության առումով կա մի կարմիր գիծ, որը երկրի սահմանների անխախտելիությունն է։ Դրանք արտաքին քաղաքականության մեջ է կիրառում Իրանը եւ խոսում դրա մասին եւ ներքինի վերաբերյալ նույն հասարակության շրջանում, երբ որ կա հարձակում Իրանի սահմանների վրա, պատերազմելու են եւ նաեւ հասարակությունն է ընդունում, նույնիսկ ընդդիմադիր հասարակությունն է Իրանի ընդունում է, որ պետք է պատերազմել արտաքին թշնամու դեմ, հետո նաեւ եթե կան դժգոհություններ, տա լուծել Իրանի ներքին խոհանոցը։ Իսկ Նաթանյահուի հայտարարությունները, որ մշտապես կա այսօր էլ, վկայում են, որ իսրայելական կողմը ցանկանում էր իրականացնել Իրանից ներքին հեղաշրջում կամ ինչ-որ անջատողական գործողություններ, ինչը առաջի փուլում չստացվեց։ Այսինքն փաստորեն այդ թուրքախոս ազերիական այդ էթնոսը, որը մոտավորապես քանի միլիոն է կազմում, ըստ ձեզ։ Հստակ թվեր ես չգիտեմ, այսինքն ատրպատականյան հատվածում բնակչությունը բավականին է, 20 միլիոնը ուռճացված թվեր են, այսինքն Իրանում 90 միլիոնի ասնող բնակչություն է, որտեղ բավականին շատ են թուրքախոսները, կան քրդեր, բելուջներ եւ այլն, բազմաթիվ էթնոսներ, գիլակներ, թալիշներ, թաթեր, պարսիկներ եւ այլն, արաբներ որոշակի հատվածով եւ դրանից 20 միլիոն հատկացնել ազերիախոսներին բավականին դժվար է ասել, նաեւ միախառնված բնակչություն, այսինքն նույն ազերիախոսներից կան բավականին շատ բնակվող Թեհրանում, քրդերից եւ այլն, այդ պետությունը միատար պետություն չէ, բազմէթնիկ պետություն է եւ անջատողականության կորցան։ Որոնք են ազերիախոսների հիմնական քաղաքները, կենտրոնները։ Թավրիզը, Արդեբիլը, մեծ սահմանակից հատվածները, Ատրպատական նահանգները, հյուսիսային եւ արևելյան եւ արևմտյան Ատրպատականները, Արդեբիլը, որոշակի հատվածով նաեւ Ռաշտի հատվածը, Ղազվին քաղաքը եւ այլն։ Բավականին զգալի հատված հյուսիս-արևմտյան հատվածում Իրանի։ Այսինքն ձեր ասած խոսքից հասկացա հետեւել, օրինակ մի շատ հարգարժան գիտնականներից մեկը ուղղակի կոռեկտության առումով անունը չտամ, ամեն դեպքում վտանգ էր տեսնում, որ Ատրպատականի հատվածում, հատկապես այդ ձեր ասած, ձեր հիշատակած ազերիական այս թուրքախոս բնակչությունը կարող է լուրջ անջատողականության վտանգ հանդիսանալ եւ Ադրբեջանի հետ նաեւ սինխրոն կարող է լուրջ վտանգ հանդիսանալ, եթե Իրանում աստված մի առաջ է շատ ավելի սրվի իրավիճակը պատերազմական այս բախումների փոխադարձ հրթիռակոծությունների հետևանքով այդ թուրքախոս բնակչությունը կարող է լուրջ վտանգ սպառնալ, բայց ես ձեր խոսքից հասկանում եմ, որ այդ վտանգը այսօր գոնե ինչ որ ռեալ չի, մանավանդ դուք նոր ասեցիք, որ փորձել են ներսից պայթեցնել, բայց արդեն փորձը չի հաջողվել։ Իսկ որոշակի կոնկրետ քաղաքական, այսպես շրջանակներ, համախմբումներ, միավորումներ կան ընդդիմադիր այսօրվա իրանական վարչակարգին եւ նաեւ կրոնական վարչակարգին, կրոնապետությանը, որ կարողանան ներսից աստված մի արածը իհարկե պայթեցնել այդ երկիրը։ Իրականում եթե հետ գնանք մի քիչ անջատողականության, դրանք բավականին լուրջ հովանավորվում են, նույն հարավային Ադրբեջան կոչված կառույցը, թուրքախոս անջատողականությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հատկապես Թուրքիայի կողմից մշտապես եւ միշտ փորձել են որոշակի հովանավորել այդ փակ պետության ընթացքում ոնց է մտցնում այդ փողերը կամ չգիտեմ 21-րդ դարում գրեթե փակ պետությունն աշխարհում նույնիսկ Իրանը չի կարող համարվել փակ պետություն եւ նաեւ Թուրքիայի ու Իրանի տնտեսական կապակցությունը պատժամիջոցների պարագայում բավականին մեծ է հիմնական տուրիստական ուղղություններից մեկը, հիմնական տնտեսական ուղղություններից մեկը եւ նաեւ Իրանի ու Թուրքիայի ճակերտավոր բարեկամական հարաբերությունները եւ Իրանի ճակերտավոր նույն Իրանում այս հարաբերությունները անվանում են ողերին բարեկամություն։ Այսինքն Իրանը նաև կարիքն ունի Թուրքիայի, որքան էլ որ ցավալ լինի, բայց պատժամիջոցների շրջացման համար Իրանը կարիքն ունի Թուրքիայի եւ չի գնում վատթարացման։ Այսինքն այդ անջատողականությունը հովանավորվում է, քրդական անջատողականությունը հովանավորվում է Իսրայելի կողմից, հովանավորվում է Միացյալ Նահանգների կողմից, Իրաքյան Քրդստանում բավականին ուժեղ է Իսրայելը։ Արաբական անջատողականությունը որոշ արաբական պետությունների կողմից, բելուջական անջատողականությունը միշտ հովանավորվել, այսինքն այդ վտանգը Իրանում կա, բայց ահռելի չի, այդ վտանգը երբեք էլ ահռելի չի եղել, որովհետև Իրանը նաև ունի ռեսուրսներ, նաև Իրանի հասարակությունը նույն անջատողականության նույնիսկ որոշակի հատվածը չի ցանկանում անջատվել Իրանից, կպնել Ադրբեջանին օրինակ, եթե հետ գնանք պատմության,
բանին, կան նաև լուրջ անջատողականներ, որոնք ցանկանում են Ադրբեջանը միացնել իրանական ատրպատական ստեղծել մեծ պետություն օրինակ, բայց խոսել որ այս փուլում հնարավոր է հենց այս փուլում այդ անջատողականության զարգացում բավականին բարդ է։ Եթե Ատրպատականը միացնել Ադրբեջանին, մեծ Ադրբեջան ստեղծելու գաղափար, այսինքն Ադրբեջանում, ավելի շատ Ադրբեջանում կառավարվող շրջանակներն են, հա, դրանք։ Մեծ անջատողականության այդ գաղափարախոսության, այսինքն եթե խոսենք որ իրանցիները անջատողական բոլոր խմբավորումները փորձում են առանձնանալ Իրանից կապնել օրինակ Ադրբեջանին կամ Թուրքիային, դա նաև սխալ է։ Քրդական անջատողականությունը խոսում է մեծ Քրդստանի ստեղծման մասին։ Ճիշտ է, դա ուղղորդվում է Իրանի դեմ որոշակի հատվածում, բայց այդ խնդիրը ունի նաև Թուրքիան, ունի Իրաքը, Սիրիայի հատվածում եւ այլն։ Եթե մեծանա հարձակումները Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները խառնվի այս պատերազմին, ինչը փոխելու է ամեն ինչ, եթե հսկայական արվածներ հասցվեն Իրանին, նաև ներսից բավականին բարդ իրավիճակ լինի, որևէ բան չենք կարող բացառել այս փուլում, բայց ներկա փուլում եւ ներքին ընդդիմության պարագայում եւ արտաքին ընդդիմության պարագայում չկա ռեալ ուժ, որը գնում է Իրանում համակարգի փոփոխության։ Դրսի ընդդիմադիր կառույցներից գրեթե ամեն օր խոսում է վերջին շահի որդի, ով Իրանում չունի հասարակական շատ մեծ ընդունելություն, նաև հաշվի առնելով նրա Փեհլևի Մոհամմադ Ռեզա Փահլավին Նաև հաշվի առնելով որ Իսրայելը բավականին ջերմ հարաբերություններ ունի իր աղջիկը, եթե չեմ սխալվում, ամուսնացած է Հերիայի հետ եւ այլն։ Այսինքն այդ ընդդիմադիր գործիչը, որը հիմա ուռճացվում է Միացյալ Նահանգների եւ նաև Իսրայելի կողմից մշտական արձազրույցներով, կոչերով եւ այլն, Իրանում չունի հասարակական հնարավոր։ Բայց նաև կա ներքին ընդդիմություն Իրանի։ Ազգայնական հատվածը Իրանի որոշակիորեն, որը ցանկանում էր փոփոխություններ Իրանում։ Որոշ կուսակցություններ, որոնք կային, որոնք քննադատում էին կառավարությանը, խոսում նույնիսկ նախկին նախագահներ կային, որոնք ընդդիմադիր էին այս կառավարությանը եւ այլն, բայց գրեթե որևէ մեկը դրանից չի խոսում այս փուլում որևէ ընդդիմադիր գործողության մասին, ընդհակառակը գրեթե բոլորը հանդես եկան կոչերով արտաքին թշնամու թեմ համատեղ պայքարելու կռվելու վերաբերյալ։ Դե դա գովելի փաստ է բոլոր դեպքերում, որովհետև ներքին խժդժությունները Իրանում, Իրանի հետ կապված, եթե եկեք համաձայնվեք, բերելու է շատ լուրջ տարածաշրջանային ուղղակի ցնցումների։ Իրականում Իսրայելի արվածներից հետո, եթե դիմակայի Իրանը ամբողջությամբ, մինչև այս փուլը կարելի է ասել, որ իրանական կողմը չնայած մեծ կորուստների, այնուամենայնիվ անդառնալի կորուստներ չի ունեցել։ Եթե չխառնվի Միացյալ Նահանգները եւ այս հակամարտությունը կանգնի որոշակի փուլում, Իրանի համար մյուս մարտահրավերը լինելու է այդ ներքին հնարավոր ուզումների չեզոքացումը, որովհետև ժողովրդի հատվածում այնուամենայնիվ լինելու է բողոքի գործընթաց, որոշակի առումով եւ տնտեսական խնդիրներ կլինեն Իրանում եւ նաեւ հասարակական խնդիրներ, բայց խոսել հենց այս փուլում, որ կա նմանատիպ վտանգներ Իրանի պարագայում, բավականին բարդ է։ Բայց ռազմական գործողությունների դադարեցումից հետո չի կարելի բացառել որևէ ուզում, բայց ոչ անջատողականության կողմից, այլ Իրանի բնակչության, որը փորձելու է հասնել որոշակի փոփոխությունների Իրանում, հասարակական նաև ազատությունների եւ այլն, ինչը տեսել ենք մի քանի տարիներ առաջ Իրանում մի քանի ուզումներ տարբեր։ Հա, որոնք հաջողությամբ չպսակվեցին բոլոր դեպքերում։ Հաջողություն չունեցան այդ ուզումները, բայց բերեցին հասարակության որոշակի ազատականացման։ Նույն հիջաբի օրենքի խստացումներից խուսափեց կառավարությունը, որոշակի ազատություններ տվեց եւ այլն։ Իսկ որոշակի դինամիկ փոփոխությունների Իրանի համակարգում բերում էր եւ նաեւ իրանական եւ հասարակությունը եւ ներքին ընդդիմությունը եւ կարծես թե նաեւ որոշակիորեն վերնախավը, եթե նույնիսկ գնա որոշակի փոփոխություններ, ապա դա փորձելու է անել աստիճանաբար եւ սեփական ուժերով, ոչ թե արտաքին միջամտության պարագայում։ Ես կարծում եմ դա շատ ավելի խելամիտ տարբերակ է, ցանկացած փոփոխություն իրականացնել ոչ թե արտաքին ակտորների, արտաքին գործոնների ազդեցությամբ, դա օրինակելի նույնիսկ դրսևորում է, նաև մեր համար, Հայաստանի համար եւ բոլոր երկրների համար ընդունելի դրսևորում, այո, կխուսափենք Իրանում որոշակի վտանգներից, այսինքն շատ թուլացման վտանգից եւ այլն, ինչը մեր սահմաններում էլ նաև խնդիրների կարող է բերել։ Ինչ է կարծում Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը ամեն դեպքում կգնա որոշակի զիջումների, որովհետև վերջիվերջո, այսպես ասած, այս պատերազմի կոորդինատորը ամեն դեպքում նաև ըստ իրանական կողմի Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որովհետև առանց ամերիկյան համակարգման այս ռազմական բախումը դժվար թե լիներ, ինչ կարծիք եք։ Նույնիսկ ըստ Թրամփի, ինքը չի թաքցնում, որ թույլ է տվել ճակերտավոր Նեթանյահուին կամ Նեթանյահուն համաձայնեցրել է Իրանի վրա իր արձակումները, բայց
եւ Թրամփի անձը հաշվի առնելով եւ նաեւ իրավիճակը տարածաշրջանային կանխատեսել որևէ բան բավականին բարդ։ Ամենայն դեպս կան բազմաթիվ նախադրյալներ, որ Միացյալ Նահանգները կարող է խառնվել պատերազմի այդ ռազմանավերի բերերը տարածաշրջան բազաների դատարկման մասին հայտարարություններ։ Ես պետք է ձեզ հարցնեի, ինչ կլինի, որ վերջնականապես Ամերիկան իր ամբողջ զինական արսենալով եւ նաեւ ինֆորմատիվ արսենալով, տեղեկատվական արսենալով հանգած որոշի մի գիշերում, դե շատերն են ասում, չէ, Թրամփը անկանխատեսելի է, դե այդ անկանխատեսելիությունը այնպես չի, որ որոշ մարդիկ Թրամփի ներկայացնում են որպես ինչ որ հոգեխանգարված մեկը, ոչ, այլ ուղղակի այդ անկանխատեսելիությունը նույնպես ունի որոշակի շարժարիտներ, ներքին ներքաղաքական շարժարիտներ։ Հիմա ինչ կարծիք է, կարող է Թրամփը մի գիշերում հանգած որոշում կայացնի եւ վերջնականապես իր ամբողջ արսենալով միանա Իսրայելին ընդդեմ Իրանի։ Եվ այդ դեպքում, պարոն Միսակյան, որը պիտի լինի մեր Հայաստանի քայլը, դիրքորոշումը, քաղաքական դիրքորոշումը այս բարդ իրավիճակում, որպեսզի այն ժողովրդական խոսքով ասած պլստանք նախ ու մենք չընկնենք այս մսաղացի մեջ տարածաշրջանային։ Կանխատեսելը գրեթե անհնար է, կարծում եմ։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում չկա ընդհանուր կոնսոլիդացիա եւ համերաշխություն Իրանի վրա հարձակվելու վերաբերյալ։ Հարձակման մասին կա բացասական կարծիքներ, բայց նաեւ հակառակը, այսինքն գրեթե անհնար է այս փուլում ասել հաստատ լինելու է հարձակում կամ չի լինելու։ Չներեք, իսկ կարծում եք, որ ասենք Չինաստանը, Ռուսաստանն էլ էր հայտնել իր միջնորդությունը այս պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եւ Հնդկաստանը եւ էլի աշխարհակաղակական գործոններ վերջի վերջո կարողանան ազդել եւ կանգնեցնել այս արյունալի եւ անհեթեթ եւ շատ հետադիմական պատերազմը Իսրայելի կողմից հայտարարությունների մակարդակում կա եւ Չինաստանն է ստակ հայտարարություններով հանդես եկել եւ Ռուսաստանը ոչ չհաստատված տեղեկություններ կան Չինաստանից ինքնաթիռներ գալու վերաբերյալ Իրան, Ռուսաստանից եւ այլն, բայց հստակ խոսել թե ինչ կանեն այս պետությունները արձակման պարագային բարդ, այսինքն կանխատեսում սրա վերաբերյալ գրեթե անհնար է անել։ Նույն Միացյալ Նահանգների ամբողջ արսենալով Իրանի վրա արձակման հետևանքներն էլ կանխատեսել գրեթե անհնար, այսինքն մենք խոսում ենք պետության մասին, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին, որի ռազմական պոտենցիալին գրեթե ոչ մեկ չի կարող դիմակայել աշխարհում, նույն Ռուսաստանն ու Չինաստանն էլ կունենան խնդիրներ այդ պետության անմիջական պատերազմի պարագայում եւ նաեւ կործանարար կարող է լինել Իրանի հետևանքով, այսինքն սրա հետևանքները կանխատեսել գրեթե անհնար է։ Դրա համար նաեւ Միացյալ Նահանգներում կա տարակուսանք Իրանի վրա արձակվելու վերաբերյալ։ Ամենայն դեպս կարծում եմ վաղը, եթե Եվրոպայում որևէ խոսակցություն լինի Իրանի եւ եվրոպական արտգործնախարարների միջեւ, կարող է ինչ-որ բան փոխվել, որովհետեւ կար Reuters-ի կողմից կամ այլ լրատվականների կողմից հայտարարություն, որ Իրանն ու Միացյալ Նահանգներն են սկսել իրար հետ խոսել։ Այսինքն այդքան էլ միանշանակ չի ամեն ինչ։ Նույն Իսրայելի գրողները կարծես թե ցանկալի նպատակին դեռևս չեն ասել։ Ինչքան էլ որ ռազմական ղեկավարությունը սպանվել, դա Իրանի պարագայում չփոխեց որևէ բան։ Բավականին արագ Իրանը կարողացավ կազմակերպել ամեն ինչ, որովհետև այդ ռազմական ամենայն դեպս ղեկավարության անձանց գործոնը Իրանում այդքան էլ էական չի։ Առավել էական էր գիտնականների սպանությունը որոշների, որոնք նաև միջազգային ասպարեզում բավականին հայտնի եւ ազդեցիկ գիտնականներ էին։ Այսինքն բավականին բարդ իրավիճակ։ Նույնը նաև Հայաստանի պարագայում։ Եթե Միացյալ Նահանգները մտնի պատերազմի մեջ, բավականին բարդ է, քաղաքական դիրքորոշումը ինչ պիտի լինի Հայաստանի։ Ամենայնպես մեր միակ դաշնակիցը այս տարածաշրջանում բավականին լուրջ խնդիրներ է ունենալու։ Չնայած որ Իրանը դեսպանի լեզվով կամ դեսպանի բերանով հայտարարեց, որ կարմիր գծերը չեն փոխվել Իրանի, բայց Իրանի ռեսուրսների վրա դասավորում է տեղի ունեցել եւ բավականին դժվար է այս պետությունը, որպեսզի իր բոլոր սահմանները փորձի վերահսկել։ Ամենայն դեպս մեր պետությունը պիտի բերվի համապատասխան։ Եթե չի վերվել մինչև այս իրավիճակի, որպեսզի նմանատիպ զարգացումների վատթարագույն սցենարի դեպքում մենք կարողանանք որոշակի խնդիրներ լուծել, քանի որ կարծես թե մեր ճշնամական պետություններն էլ սպասելու են դրան։ Հաշվի առնելով Թուրքիայում Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական կառույցների ղեկավարների հանդիպումները, Ալիևի այցը, Թուրքիա եւ այլն։ Եվ վաղը սպասվող Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, չէ՞։ Ամեն դեպքում երևի դա այցից էլ ինչ որ սպասումներ կան, թե ինչ են տեղի ունենալու, ինչ են բանակցելու, հաստատ հենց պատահական այց չի։ Դե ամենայն դեպս ոչ Իրան Իսրայել
Իհարկե, պատահական այց չի կարող լինել եւ Աստված դա այդ այցի ընթացքում հանգարց հակահայկական հերթական պարտադրանքները չընդունվեն եւ չիրականացվեն ընդդեմ Հայաստանի առաջի հերթին մանավանդ դուք ճիշտ հիշատակեցիք օգտվելով այս խառնակ իրավիճակից եւ Իրանի հետ կապված այս անորոշություններից Վերջին շրջանում բավականին ակտիվացել էին հայ-իրանական առևտրատնտեսական կապերը բոլոր դեպքերում, բայց չեք կարծում, որ ոչ միայն վերջին այս Նիկոլ Փաշինյանական իշխանության ժամանակահատվածում, այլև դրանից առաջ էլ Իրանի հետ համագործակցային հնարավորությունները ռեսուրսը լիակատար կերպով չի իրականը եւ դեռ ավելին կարելի ասել շատ փոքր չափերի մեջ է իրականացված մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Իրանի հետ եւ ունեցել ենք հնարավորություններ Իրանի հետ զարգացնելու շատ ավելի լայն առևտրատնտեսական մշակութային ինչու՞ չէ նաեւ ռազմաքաղաքական հարաբերություններ օրինակ վերջի շրջանի երևի թե նաեւ անդիմադիր կողմն էլ ողջունեց որ այդ այսպես ռազմական վարժանքները անվտանգային այսպես ասած զորքերի բավականին դրական գործոն էին իրականում գրեթե երբեք չի օգտագործվել այդ պոտենցիալը իրանական տնտեսական հարաբերությունների ռազմական եւ անվտանգային ոլորտի մասին չխոսենք որտեղ գրեթե երբեք չի եղել նմանատիպ համագործակցություն բայց Արցախից հետո կարծես թե փոխվեց ամեն ինչ նախ իրանական կողմն էլ սկսեց մեծ ուշադրություն դարձնել Հայաստանին մինչ Արցախյան պատերազմը Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանը Իրանում դիտարկվում էր որպես ռուսական ազդեցության ոլորտ եւ Իրանը չէր ցանկանում մտնել այդ տարածաշրջան, բայց Թուրքիայի մուտքից հետո Իրանն էլ արդեն ստիպված եղավ մտնել այն տարածաշրջան, որը համարում էր ռուսական եւ տնտեսական հարաբերությունների առումով եւ մինչեւ Արցախյան պատերազմը եւ դրանից հետո այդ տարողությունը, որը կար, որ այդքան լավ էր օգտագործվում եւ հյուսիսարավի շինարարության վերաբերյալ այս ցկցկումները, որ երկար տարիներ տևում է եւ դեռ տևելու է կարծես թե 3 տարի, 3-ից 5 տարվա մասին է խոսվում։ Եվ նաեւ այլ ոլորտներ, ռազմական համագործակցություն սկսվեց այն բանից հետո եւ վտանգ առաջացավ հենց բուն-հայ-իրանական սահմանի վերաբերյալ։ Նույն զորավարժությունները վերջին կարծես թե նաեւ միտված էին այդ վտանգը կանխարգելելու։ Ամենայն դեպս կարող է եւ եղած լինի որոշակի ներխուժման վտանգ, քանի որ այդ զորավարժությունները իրականացվեցին երկու կողմում էլ սահմանի։ Եվ նաև այս պատերազմը բավականին լուրջ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, որովհետև կարծես թե ընդհատվում է Հայաստանի կապը Պարսից ծոցի հետ, Իրանի հետ, Կասպից ծովի հետ, այսինքն այս բոլոր գրեթե տարածաշրջանի հետ տնտեսական կապը Հայաստանի հետ ընդհատվելու եւ մնալու է կորսնականում Հայաստանի հյուսիսային սահմանները Վրաստանի հետ կորցող, ինչը պատերազմական պայմաններում մենք տեսանք, որ փակվեց։ Ամենայն դեպս Արցախյան պատերազմի ժամանակ կային հայտարարություններ, որ ռազմական բեռների համար այդ տարածաշրջանը փակվում։ Իսկ մեր հարավում, եթե չափազանց լուրջ խնդիրներ ունենա Իրանը, մենք շրջափակված ենք լինելու կարծես թե թուրքական պետություններով եւ նաեւ տնտեսական, քաղաքական եւ բազմաթիվ այլ հետևանքներ ունենալու Հայաստանի համար։ Եթե խոսենք լավագույն սցենարի մասին, ապա պատերազմի դադարեցումը Հայաստանի համար ամենայն դեպս այս փուլում կլինի լավագույն սցենարներից։ Պարոն Միսակյան, շնորհակալություն, որ մասնակցեցիք այս զրույցին, կարծում եմ հետաքրքիր իրողությունների մասին խոսեցիք, հետաքրքիր վերլուծություններ արեցիք։ Աստված տա այս վերլուծություններից հետո տեղի ունենան լավատեսական զարգացումներ, Աստված տա խաղաղություն ցանկանանք Իրանի մեր եղբայրակից ժողովրդին, եղբայրական Իրանին, բառիզբուն իմաստով, ինչու՞ չէ նաև Իսրայելի ժողովրդին, ոչ թե իրենց չեմ վարանում այս խոսքից ասել, անգամ շատ եթերային խոսք էլ չի, բայց պարզապես խելացնոր եւ ֆաշիստական մղումներ ունեցող իրենց վարչապետով հանդերձ եւ Աստված տա այդ վարչապետը իրականում հերանա քաղաքական ասպարեզից Իսրայելում էլ կա մի կանխատեսելի մի չափավորական գործիչ, որը զերծ կմնա այսպիսի արյունալի սրացումներից եւ ցնցումային սրացումներից։ Շնորհակալություն։ Եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր զրուցակիցներ Իրանակետ Գարիկ Միսակյանը։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն, որ հետևեցիք մեր այս թողարկմանը։ Ես դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube ալիքին։ Խաղաղություն բոլորիս, խաղաղություն մեր տարածաշրջանին, խաղաղություն համայն աշխարհին։ Լավ եղեք։